Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 12-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Երբ ասում ենք ներողություն, ապրիլի 12 միանգամից երկու իրադարձություն եմ հիշում ես, դրան էլ ուղղակի անդրադառնամ, իհարկե պակաս կարևոր չէ այդ հարցերը օրվա լուրերից, որովհետև օրվա լուրը վաղը արդեն հնացած է, իսկ այն բազան, որի հետ կապված վերլուծություններ ենք անում, դա ավելի մնայուն է, դրանով ավելի հեշտ ենք պատկերացնում օրվա լուրերը։ Առաջինը դե քանի որ խորհրդային միությունում եմ ծնվել, բնական է երկար ժամանակ մեզ համար հպարտություն էր, որ ապրիլի 12-ին 1961 թվականին Յուրի Գագարինը թռավ տիեզերք, առաջի մարդը, որը թռավ տիեզերք, իհարկե շատ կարևոր էր, բայց շատ երկար ժամանակ անցավ, որ հասկացանք, որ Գագարինի փոխարեն նրանից առաջ թռել էին նաև հայտնի շունիկները Բելկան եւ Ստրելկան, Գագարինի փոխարեն կարող էր թռնել մեկ ուրիշ տիեզերագնաց, որը նույնպես լավ նորմալ մարզված էին, գնացել է պտտվել եկել է այստեղ կարևորը թռնողը չի, որը աշխարհի ամենահայտնի մարդն էր, այլ թռցնողը, որը մնացել էր ստվերում, Սերգեյ Կառելովը։ Եվ հետագայում քաղաքականության մեջ էլ կյանքը ցույց է տալիս, որ ինչքան մարդիկ կան, որոնք թռնողներն են, բայց ստվերում մնում են նրանց, այսինքն շատերը շատ ավելի լուրջ են վերաբերվում տիկնիկներին, քան թե տիկնիկավարներին։ Դե դա կյանքի փորձի հետ կապված է նաև իմանում, չնայած Գագարինի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել, ուղղակի իրադարձությունների նկատմամբ է փոխվել։ Մյուսը 1945 թվականի ապրիլի 12-ին, այսինքն ուղիղ 80 տարի առաջ կյանքին հրաժեշտ տվեց լեգենդար միազնավորություն Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։ Կար նաև իրան անդրադառնալ, որովհետև նա այն մարդն է այնպիսի համաշխարհային պատմության մեջ այնպիսի տեղ ու հետ կա թողել, որ արժե մի քանի րոպե անդրադառնանք։ Այո, նա մեծ դեպրեսիայի ժամանակ ընդունեց Ամերիկայի նախագահի պաշտոնը եւ դեպրեսիան իր օրոք է շարունակվեց, այնպես չի որ դեպրեսիայից հետո է եղել կամ անմիջապես ինքը հարցը կարգավորեց։ Այո, նա լեգենդար անձնավորություն էր, որ այն աշճանի վատ էր Միացյալ Նահանգների վիճակը, որ նույնիսկ Ճապոնիան 1941 թվականի դեկտեմբերի 7-ին հարձակվեց Փիրլ Խարբելի վրա, այսինքն Ամերիկայի վրա։ Այդքան լկտիությունը իրան թույլ տվեց եւ իրան պատերազմ հայտարարեց եւ Գերմանիան եւ Իտալիան։ Այդ այն Ամերիկան էր, որ Ռուզվելտն ասում էր մեր զորքը չի գնա Եվրոպա կռվի, բայց հետո կյանքը ստիպեց, որ նաև Եվրոպայում էլ կռվեցին եւ հաղթանակին մասնակցեցին, չնայած միջև այդ ամեն ինչով օգնում են, բայց պատերազմից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս եկավ ամենահզոր պետություն եւ պատերազմի հետո նրա դերակատարությունը աշխարհում չափազանց մեծացավ։ Այն երկիրը, որը պատերազմ մտնելուց առաջ մեծ դեպրեսիայի տարիներն էր ապրում եւ դա ոչ միայն պատերազմի արդյունքն էր, որ դա այդ տեղի ունեցավ, այլ այն տաղանդի, որը ուներ Ֆրանկլին Ռուզվելտը, որը կարողացավ ճիշտ կողմնորոշվել։ Չմոռանանք, որ նաև պատերազմի ընթացքում եվրոպական անկայուն պետությունները ինչպես էին իրանց հարստությունը տեղափոխում Միացյալ Նահանգներ եւ օվկիանոսով Եվրոպայից կտրված Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ կտրվածությունը որպես առավելություն էր օգտագործում։ Հիմա ասում են դե մենք կտրված ենք, Եվրոպայի հետ ինչ գործ ունենք, բայց այդքան ոսկին Ամերիկայի ինչ գործ ուներ։ Եվ թալանած ոսկին հայտնվեց Ամերիկայում, եւ տարբեր պետություններ անվտանգության նկատառումներից ելնելով այդ ոսկին ուղարկեցին, ու այնպես չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ չէր բանակցում եւ գաղտնի չէր աշխատում նաեւ Երրորդ Ռեյխի հետ, նացիստական Գերմանիայի հետ։ Այդ դրա օրինակներից մեկն էլ կար, երբ որ արդեն Նյուրնբերգյան դատավարության ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներին էին դատում, պատերազմի հանցագործներին 24 հոգու, պատկերացնում եք, այդ պատերազմի համար այն առաջի դեմքերին էին դատում եւ այնտեղ էր նաեւ գտնվում բանկիր ֆինանսիստ Յալմար Շախտը, որը որ կարելի է ասել դե ինչ պատերազմ առանց ֆինանսի եւ որը կարելի է ասել ֆինանսական կուրատորներ էլի ուղղորդողներ Երրորդ Ռեյխի,
բայց մեկ էլ դատարանի դահլիճում արդարացման վճիռ կայացվեց եւ իրան բաց թողեցին։ Իսկ նրանք, ովքեր տեղյակ էին Ամերիկայի հետ նրա կապերը, առանձնապես չզարմացան։ Սա ինչի համար եմ հիշեցնում, որովհետև հիմա շատերը ուղղակի պատմությունից մի քիչ հեռու ելնելով հարձակվում են Եվրոպայի վրա, ինչ որ բաներ են ասում, դուք ով եք, էս են ծեննես, նրանք էլ դարագից անում են, ասում են ընկեր, բա մենք որ ով ենք, բա դուք ով եք։ Հետո զարմանում են, թե էս ինչ հաշիվ է։ Ժորժ ջան, պարզապես պետք է մի թեթև գրագետ լինել։ Իսկ Ֆրանկլին Ռուզվելտի նաև կարևորությունը նա էր, որ այո, հաշմանդամության սայլակին գանված մարդը կարողացավ Ամերիկայի նախագահ դառնալ 4 ժամկետ ընտրվեց իհարկե, վերջին ժամկետը մի քանի ամիս աշխատեց, որտեղ 44 թվականին ընտրվեց, 45 թվականին մահացավ, բայց այդտեղ նաև մենակ այն չէր, որ ինքը այդտեղ լեգենդար էր, այլ պետք է հարգանքի տուրք մատուցել նաև նրա կնոջը Էլեանորա Ռուզվելտին, որը կարողացավ հաշմանդամության սայլակին գանված մարդուն այնպես ոգևորել, ոգեշնչել, որ նա դառնա Ամերիկայի նախագահ։ Ու չմոռանանք նրա մայրը Սարան Դելանոն, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի այն մեջտեղի անունը հենց մայրական կողմի ազգանունն է։ Ինքը վայ բալա ջան, վայ ոնց տեր կանգնենք այս կողմենքում, Էլեանորան ասում է իրան չսկսես տենց հաշմանդամի տեղ դնես։ Դու կեր առույգացի, որովհետև նախագահ ես դառնալու։ Պատկերացնեք հաշմանդամության սայլակին գանված մարդը, որ չի ուզում ապրի, ինչպես պետք է նրան ոգեշնչես, ինչպես պետք է առաջ մղես, երբ որ անգամ ասում են դե լավ ինքը էլի վիճակի չի քաղաքականությամբ զբաղվել, Ռուզվելտին Էլեանորային ասում են արի քեզ օգնենք, ասում են ի չեք խոսում։ Իմ ամբողջ հեղինակությունը, իմ ամբողջ շփումները ամեն ինչ կծառայացնեմ իմ ամուսնուն առաջ բրթելու համար։ Շատ դեպքերում ասում ենք հայկական ընտանիքում հայկինը ինչքան է, ասենք կարևորում ամուսնու դերը թևութիկուն քալնում, ամեն ինչ անում է իր ամուսնու հեղինակությունը բարձրացնի, Ժորժ ջան, բայց հետո ընկան մոդայի հետևից, թե արևմուտքում կանանց դերը շատ է կարևորում եւ այլ, մի հատ ուշադրություն դարձրեք, պաշտոնյա կանայք Հայաստանում իրանց ոնց են պահում, ոնց են ստորացնում, նսեմացնում իրանց ամուսիններին։ Ժորժ ջան, եթե դուք արտասահմանից օրինակ եք ուզում վերցրեք, նայեք Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կնոջը, Էլեանորա Ռուզվելտին, լեգենդար մի մարդ, որը նրա պաշտոնավարման ժամանակ այդպես էլ մնաց ծվերում։ Նրա լեգենդը գնահատվեց նրա մահից անգամ հետո։ Այնպես որ ուզում ասեմ, այդ ամեն ինչը կարևոր է հետաքրքիր է իմանալ, բացի նրանից էլ, երբ որ Եվրոպայի հետ առնչությունն ենք ասում, առաջի Ռուզվելտը դա Կլաուս Մարտենսեն վան Ռուզվելտը 1643 թվականին Հոլանդիայից է գնացել Միացյալ Նահանգներ եւ պատահական չի մի անգամ էլ որ հարց էին տվել հերեական համայնքը Ռուզվելտին թե ինքը արդյոք հերեական ծագում ունի ինքը այսպիսի մի հատ հետաքրքիր պատասխան էր տվել թող հերավոր անցյալում Ռուզվելտները եղած լինեն հրեաներ կամ կաթոլիկներ կամ էլ բողոքականներ բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե դա այլ այն թե նրանք արդյոք եղել են լավ քաղաքացիներ եւ հավատացել են Աստծուն Իհարկե Ռուզվելտի պատասխանն այդ տրամաչափի պետական այդին վայել էր եւ իմաստուն։ Այնպես որ ինձ թվում է այդքանը բավարար է, անցնենք հիմա մնացած խնդիրներին, որը ունենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփը հայտնել է. ԱՄՆ-ն չի մասնակցի Հարավային Աֆրիկայում կայանալիք մեծ 20-յակի գագաթնաժողովին։ Ինչպես կարելի է մեզնից ակնկալել, որ կգնանք Հարավային Աֆրիկա մասնակցելու G20-ին, երբ հողերի բռնագրավումը եւ ցեղասպանությունը խոսակցության հիմնական թեման են այնտեղ լինելու։ Նրանք վերցնում են սպիտակամորթ ֆերմերների հողերը, ապա սպանում նրանց եւ նրանց ընտանիքներին։ ԱՄՆ-ը դադարեցրել է Հարավային Աֆրիկային տրամադրվող բոլոր նվիրատվությունները, արդյոք մենք սա ենք ուզում տեսնել G20-ին։ Ես այդպես չեմ կարծում, գրել է Տրամփը։ Իհարկե, որ կարող է Հարավաֆրիկյան Հանրապետությունում նման բանը լինի, մենք նաև հիշում ենք, թե սպիտակներն ինչ էին դնում սևերի գլխին։ Վերջերս էլ առիթ եղավ հիշեցինք նաև Նելսոն Մանդելային, որը 27 տարի անց էր կացրել բանտում։ Եթե չեմ սխալվում, Ֆրեդերիկ Կլերկն էր վերջին ղեկավարը, որը դուրս եկավ սպիտակամորթ, եթե հիշողությունս չի դավաճանում։ Ահա, բայց ինչն է հարցը։ Էսումից հա սենց հուզված մտածել, կարող է Պրետորիայում ծնված
Իլոն Մասկն է իրան պատմել, թե ինչ խայտառակ վիճակը Հարավաֆրիկյան Հանրապետություն, կարող է խայտառակ վիճակը, բա հանկարծ չի հիշում, թե ինչ է անում, իր լավ բարեկամ Պուտինը, ինչ է դնում ուկրաինացիների գլխին, ոնց է հողին հավասարացնում նրանց տները, ոնց է խփում մանկապարտեզներին, ոնց է խփում հիվանդանոցներին, հիվանդանոցին անգամ հրթիռակոծում է, ասում է գեզ ճշգրիտ հրթիռով եմ խփում ես, հետո մեկ էլ դե վայ կարող է սխալվել, ինչն է սխալվել, եթե գեզ ճշգրիտ հրթիռով ես խփել։ Եվ այս ավերածությունները տեսնող մարդը գովերքում է Պուտինին եւ մեղադրում Հարավաֆրիկյան Հանրապետությունում, թե ինչ է կատարվում, իհարկե կարող է այնտեղ շատ բաներ կատարվում, մարդկանց պատմական հիշողությունն էլ տալիս է հնարավորություն մտածելու, թե իրանց հետ ոնց են վարվել, չնայած հենց Նելսոն Մանդելան ասում էր, թե անցյալը չհիշես առաջ գնաս, բայց ուզում եմ ասեմ, սա հեչ համոզիչ չի, սա ավելի շատ Ամերիկան իրան մեկուսացնում է, քան թե ինքը մյուսների խրատում է, թե ինչ անել, որովհետև Ամերիկան վերջի Ռամշտայնին էլ չմասնակցեց, երբ որ որոշում էր Ուկրաինային աջակցության հարցը, այդտեղ ինչ կար, եվրոպական երկրները մասնակցում են, Ուկրաինայի բարեկամներ ոչ եվրոպական երկրները մասնակցում են, այնպես որ չեմ կարծում, որ դա արդարացնում է բոլորից, ասենք, նեղանալ եւ հիմա տեսնում եք օրը մի բան փոխում է, մի հատ մաքսատուրք նորից հանեց, մի հատ ուրիշը դրեց, արեց, այն արեց, ի վերջո նաեւ դժգոհություններ, խնդիրներ առաջանում է թե Չինաստանի մոտ, թե Ճապոնիայի մոտ, Ճապոնիան մանավանդ բարեկամ պետություն է, երբ որ խոսում ենք ուկրաինական պատերազմին, նա միջև այսօր էլ աջակցում է Ամերիկայի ներողություն Ուկրաինային եւ բնական է ինքն էլ ունի իր շահերն ու հավակնությունները, որովհետեւ հարավ-կորեալյան կղզիները, որը Ռուսաստանից ցանկանում աստանա, ոչ մի պարագայում պատրաստ չի դրանից հրաժարվել, խոսքը Շիկոտանի, Կունաշիրի, Իտուրուպի եւ Խաբոմայի մասին է, նա ասում էր ուկրաինական պատերազմ օկուպանտը կպարտվի, ինքս էլի մկստանամ, բայց լավ բարեկամ լինելով Ամերիկայի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգները երբ որ անցավ Ռուսաստանի կողմը, դա շատ տարօրինակ էր անգամ Ճապոնիայի համար։ Ու չմոռանանք, երբ որ այս կարգի սանկցիաների ժամանակ բոլորին վերաբերվող սանկցիաների, պետք է ինչ-որ մեկը մի հատ թուղթ բերի դնի Դոնալդ Տրամպի կողքը, ասի 1.1 տրիլիոն դոլար արտաքին պարտքից ամենամեծ թիվն է Ճապոնիայի հետ ունես 768 միլիարդ, եթե չեմ սխալվում, այդ անցյալ տարվա թվերով եմ ասում, այդ էլ Չինաստանի եւ Մեծ Բրիտանիան է երրորդ տեղում 765, եթե էլի հիշողությունից չի դավաճանում։ Ինչի համար եմ ասում, այտենց բոլորի վրա հարձակվել, օրը մեկը դարագից մի բան հանում դնում է սեղանին, էլի, պետք է այդ էլ հաշվի առնել։ Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների մթնոլորտը դրական էր։ 2.5 ժամ տևած անուղղակի բանակցություններից հետո Սթիվ Ուիթքոֆը եւ Աբբաս Արաղչին մի քանի րոպե զրուցել են Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։ Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ կողմերը Օմանի արտգործնախարարի միջոցով փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների վերացման հետ կապված։ Իհարկե դելի կհանդիպեն, մեկ խոսում են բաղը կհանդիպեն, մեկ էլ ասին մյուս շաբաթ, այնուամենայնիվ ասում են մթնոլորտը դրական է, մեզ համար շատ ավելի դրական կլինի, որ իրանք նորմալ լեզու գտնեն, չնայած այս պարագայում իրատեսական էլ չի, որ Միացյալ Նահանգները հարվածներ հասցնի Իրանին, որովհետև ինքը իր դիրքերը շատ է թույլատրել, մնացել է հիմա նախահարցակ լինի, հա, պահանջները դնում է, որ հա, տես, եթե դու չանես կխփեմ, ես կանեմ, են կանեմ, բայց ակնհայտորեն ինքը պատրաստ է գնալ պայմանավորվածությունների։ Իսկ մեր պարագայում մենք Իրանից եւ Ամերիկայից ավելի շատ ենք շահագրգռված, որ այդ հարվածը չլինի, որովհետեւ այդ հարվածի պատասխան հարվածնել որևէ ձևով մեր շահերից չի բխում։ Տարածաշրջանը անկայուն եղավ, կարող է Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը դրանից օգտվեն, տարածաշրջանի հարված ստացավ, կարող է փախստականները Հայաստան լցվեն, հարված հասցվի խորքային ռումբերով, դա կարող է առաջացնի որոշակի ցնցումներ, մենք էլ սեյսմիկ ակտիվ գոտում ենք, որոշակի հարցեր, ջրերի աղտոտվածություն, որի կարող է մի հոստնել ստորգետնյա գա նաև Հայաստան մտնի, ինչ ասեք կարող է լինել, սկսած ամեն ինչից, էկոլոգիական, քաղաքական, ռազմական, բոլոր առումներով դա մեզ համար շատ ավելի վտանգավոր է, քան անգամ Իրանի եւ Միացյալ Նահանգների։ Իրանք կամած յոլա կգնան, իրանց հարցերը կլուծեն, բայց մենք խնդիր կունենանք եւ դրա համար ավելի շատ բարեբախտաբար ես եմ ուրախ, որ իրանց մոտ նորմալ այդ ամեն ինչը անցնի։ Իսկ հիմա նայենք մեր հյուսային հարևանի հետ կապված էլ մեզ համար էլի խնդրահարույց հարցեր կան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, մենք շատ հստակ պատկերացում ունենք, մեր գլխավոր նպատակն է անդամակցությունը Եվրամիությանը։ Այս ճանապարհին կան որոշ
շակի մարտահրավերներ, սակայն մենք հույս ունենք, որ մեր երկրում եւ տարածաշրջանում մասնավորապես Ուկրաինայում խաղաղության վերականգնումը կնպաստի Վրաստանի առավել ինտենսիվ ինտեգրմանը։ Կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման վրա եւ մենք շատ գոհ ենք, որ այդ գործընթացն իրականացնում ենք Թուրքիայի հետ, որը եւս դավանում է խաղաղության գաղափարը, ասել է Կոբախիձեն Անտալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Ինչն է մեզ համար մտահոգիչ։ Այն որ Վրաստանը ձգտում է դեպի Եվրոպա, դա մեզ համար միանշանակ դրական է, որտեղ մեր ճանապարհը Վրաստանն է բացելու դեպի Եվրոպա։ Խնդիր չկա, ինչքան էլ իրանք տատանվեն այս կողմ այն կողմ, մենք մտածում ենք, մինչև այդ ճանապարհը իրանք չբացեն, ինչքան էլ մենք նախապատրաստվենք, թե մենք կլնելու այդ պատին։ Բարեբախտաբար հույս ունենք, որ մինչև մենք մեր քայլերը անենք, արդեն իրանց ուղղությունը փոխած կլնեն դեպի Եվրոպա, այդ պարզ է, բայց ուրիշ խնդիր կա։ Իրանք համարում են, որ որևէ խնդիր չունեն Թուրքիայի հետ։ Իրանք համարում են, որ դե Թուրքիան լավ ներկայացված է Վրաստանում, դա միայն շատերը նշում են Բաթումին, բայց ի՞նչ Բաթումի, նպատակային ներդրումներ են անում այն կողմից Ադրբեջանը, այն կողմից Թուրքիան։ Իրանք այնքան ներդրում են արել նպատակային, որպեսզի հասնեն նրան, որ ի վերջո իրանց համար արդեն միջանց կա դառը Վրաստանը Ադրբեջանը Թուրքիայի հետ կապելու առումով։ Եվ այս պարագայում, երբ որ Թուրքիան ձգտում է Եվրամիության անդամակցության եւ Վրաստանն էլ մտածում է, որ ինքը գործընկեր է Թուրքիային։ Իհարկե Վրաստանի պարագայում այդ ինքն է որոշել, որ այդքան սերտասնի հարաբերությունները եւ այդ աշճանի ազդեցություն ունենան Թուրքիան ու Ադրբեջանը իր տարածքի վրա, դա իր որոշումն է։ Բայց մեզ համար խնդիրը ո՞րն է։ Ադրբեջանը իր մեծ եղբայրը համարում է Թուրքիային։ Եթե Վրաստանն էլ համարում է իր գործընկերը եվրոպական ինտեգրացիայի հետ կապված Թուրքիային, մենք խնդիր ենք ունենում։ Մենք միշտ ենք խոսել, ամեն օր ենք խոսում նրա մասին, որ Թուրքիան եթե իր դերակատարությունը Եվրամիության հետ ամրապնդի, բայց մենք այդ ուղղությամբ համապատասխան քայլեր չանենք, մեր հարցերը միջնորդավորված լինի, մենք խնդիր ենք ունենալու, որովհետև Թուրքիան է ասելու ես եմ ձեր գործընկերը Հարավային Կովկասում, եւ ցավալիորեն այդ երկու երկիրը Ադրբեջանն ու Վրաստանը ընդունում են այդ գործընկերությունը եւ ողջունում են Թուրքիայի։ Այսինքն եւ մեր մոտ էլ խնդրեմ ունենք, որովհետեւ մեր իշխանություններն էլ են Թուրքիայի դաշտից խաղում։ Այդ մենք հայաստանցին, հայ ժողովուրդն է մտավախություն ունի Թուրքիայի հետ կապված, որ ինքը իր պատմական անցյալով իր բարբարոսական մոտեցումները պահպանած ձևով կմտածի Եվրոպային ծառայություն մատուցի դրա դիմաց բան վերցնի, ոչ թե մտածի այնքան քաղաքակրթվի, որ մեր հետ նորմալ հարաբերություն ունենա։ Էռնակ չէր, որ այնքան քաղաքակրթվեր, որ մենք էլ մտածեինք նորմալ հարաբերություն կունենա։ Այո, Եվրամիության անդամ դառնալ նրանց համակեցության կանոններով շարժվեր, նրանց խաղի կանոններով շարժվեր, եւ մենք այդ մտավախությունը չունենայինք, բայց մենք քայլեր ունենք անելու, որ հանկարծն չլինի Իրան նրանց միանալը որպես բոնուս, ասի ոնց որ Սիրիան վերցրեց նրանք ողջունեցին, բերեք մի հատ ռուսական ազդեցության տակ գտնվող Հայաստանի հետ կապված հարցեր լուծենք, էլի ողջունեն։ Դրա համար Վրաստանի արածը իրանց տեսանկյունից իրանց համար էլ է վտանգավոր, այդքան մտնել Թուրքիայի տակ, բայց իրանցը ուրիշ է, մերը ուրիշ է, մերը ուղղակի գոյատևման խնդիր ունենք, որը կարող է վտանգենք։ Այնպես որ սա էլ ուշադրություն դարձնենք, որ Թուրքիայի դերակատարությունը Վրաստանն էլ որ կարևորում է մանավանդ եվրոինտեգրացիայի ուղղությամբ, սա մեզ համար մտահոգիչ է, մենք այդ ուղղությամբ ուշանում ենք։ Իսկ հիմա նայենք ինչա կատարվում Հայաստանի շուրջ իրադարձություններով։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անտալիայում տեղի ունեցող պանելային քննարկման ժամանակ հայտարարել է. Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը։ Միրզոյանն նշել է, որ Երևանի դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելն է, կարգավորելով հարաբերությունները Բաքվի հետ, եւ եկել է ժամանակը Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու ու խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթիվն ու վայրը որոշելու համար։ Ուրեմն խնդիրը ստե ինչն է։ Հայաստանը համաձայնվեց անգամ գնաց զիջումների, էներգուկետը որ համաձայն չէր, էդ էլ ասեց, էդ էլ անենք, մենակ գնանք, մենակ գոնե հասնենք նրան փաստաթուղթը ստորագրվի, հիմա փաստաթուղթի հետ կապված համաձայնությունը ձեռքաբերվել, Հայաստանն ընկել է Ադրբեջանի հետևից համոզումա թե արի ստորագրի, նա էլ իր նախապայմաններն է դնում։ Հիմա էլ Հայաստանն էլ եթե ասում է լավ, արի խաղաղության պայմանագիրը ստորագրելու
պահին կստորագրենք Միսկի խումբը լուծարելու մասին որոշումը, ըստեղ էլ խնդիր է, իսկ Ադրբեջանը նախապայման է դնում, մինչև դա չստորագրես, չենք անելու։ Այսինքն նշանակում է այդ խաղաղության այդքան չարչարվել, 2 տարի բանակցել, զիջումների գնալ, փաստաթուղթը ամբողջական տեսքի բերել, ոչ մի բանակ, որովհետև խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը մերժում է։ Բայց եթե մերժում էիր, ի սկզբանե նախապայմանը դրել էիր, մերոնք էլ նախապայմանը եթե չէին անելու, թող ի սկզբանե կանգնեին ասեին ընկեր ջան, բա մենք ինչ ենք քննարկում։ Ոչ, իրանք փաստաթղթով զիջումները ստացան, դրեցին մի կողմ։ Դու ես սա համաձայնվել ես, սա բանակցված է։ Դե հիմա գնան նոր զիջումների։ Եվ մեկ էլ հարց է առաջանում, եթե Ադրբեջանի հետ կապված Հայաստանը իր հարցերը կարգավորում է, Հայաստանը արդեն 2022 թվականին հայտարարել է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Էն էլ 91-ից է ասում, բայց այդտեղ գոնե պաշտոնապես ընդունեց եվրոպական հարթակում։ Դրանից հետո Միսկի խումբը զբաղվում է բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակով անվտանգությամբ եւ իրավունքներով հայ բնակչության Ադրբեջանի տարածքում կամ եթե կարգավիճակը ուրիշ կլինի։ Ինչ գործ ունես դու Միսկի խմբի լուծարման թղթի հետ, եթե դու Միսկի խումբը ինչ կապ ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Ինչի՞ ես այդ նախապայմանը քո վրա վերցրել։ Ասում ես խաղաղության փաստաթղթի մեջ Արցախին վերաբերող ոչինչ չկա, որտեղ Արցախը ճանաչել ենք Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի ղեկավարությունն է լուծարել է Արցախը։ Վերջ, էլ է թեման մեր թեման չի, բա որ թեման քու թեման չի, ինչ ես այդ թեման Միսկի խումբը, որը զուտ ստեղծված է Արցախի հարցի կարգավորման համար, նախապայման դու կապում խաղաղության պայմանագրի հետ, պատրաստ ենք քո համար սա անել, վերջնականապես հրաժարվենք Արցախից, անդառնալիորեն հրաժարվենք, նույնիսկ եթե աշխարհը համարում է այդ հարցը փակված չի, Հայաստանում շատ շատերը համարում են դա փակված չի, պայման կապելով խաղաղության դիմաց, արի փաստաթուղթ ստորագրենք, մենք համաձայնենք դրա։ Այն դեպքում, երբ որ ասում եք փաստաթուղթը երաշխիք չի, որ Ադրբեջանը նորից պատերազմ չի սկսի։ Տրամաբանությունը որն է, հիմա շարունակությունը նայենք, որովհետև այդ ընթացքում նաև Արարատ Միրզոյանն ինչ է ասում։ Հայաստանի սահմանադրության մեջ ոչինչ չկա այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ընդհակառակը մենք մեր մտահոգություններն ունենք Ադրբեջանի սահմանադրության հետ կապված, բայց անընդհատ չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև համաձայնագրի տեքստում ունենք կոնկրետ դրույթ, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը սույն համաձայնագիրը չկատարել արդարացնելու համար, նշել է Միրզոյանը։ Այսինքն խոսքը վերաբերում է նրան, որ հեսա որ 3-րդ անգամ ասում է, որ Հայաստանի սահմանադրության սահմանադրական դատարանն էլ է որոշել, որ ընդհանրապես այդ խնդիրը չկա, բացի այդ նախաբանում գրածը բուն տեքստում չկա, այնպես որ դա որևէ իրավական ուժ չունի, որ մենք պահանջատեր ենք, բացի այդ սահմանադրական դատարանը այդ որոշումը կայացրել է, եթե փաստաթուղթը կստորագրվի, կվավերացվի, էլ ինչ խնդիր կա, այդ բիշպետական փաստաթուղթը պայմանագիրը ավելի բարձր է ներպետական օրենսդրությունից, իսկ հիմա դրան հակադարձում է Ադրբեջանը, այսինքն երբ որ մեզ ասում են մեզ ինչ հետաքրքիր է Ադրբեջանի կարծիքը, եթե Ադրբեջանի կարծիքը մեզ հետաքրքիր չէ, բա մեզ ասում եք մեր խաղաղությունը Ադրբեջանից է կախված, եթե Ադրբեջանի այդ խաղաղության չգնանք, պատերազմ է ալնելու, դուք չեք հասկանում, որ պետք է ռեգիոնում լավ լինենք։ Մենք պետք է հույսներս չդնենք ուժեղների։ Ուժեղը կարող է վաղը ստեղծի։ Մենք մեն հմուտը չէ ասում, որ պետք է հարևանների հետ հմուտ ձևով հարաբերություն հաստատենք առանց դրսի միջամտության, դրսի ուժերի միջամտության։ Հմուտ ջան, բա ուր ես դու։ Բա կայնում ասում եմ Ժորժ ջան, իմացել եք մի աչքալուս անգամ։ Մենք բոլորով անգրագետ ենք։ Իա, բա հետո ոնց է ալնելու, բա այդ հարցերնով է լուծելու։ Հիմա Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի նախապայմանի շուրջ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյուն Բայրամովը բանավեճի են բռնվել Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ընթացող քննարկմանը։ Բայրամովն ասել է, թե Հայաստանի սահմանադրության հարցում հայ պաշտոնակցի բերած հիմնավորումները չեն փարատում իրենց մտահոգությունը։ Հայաստանի անկախության մասին հռչակագրում խոսք է գնում այն մասին, որ Ադրբեջանի տարածքի մի մասը Հայաստանի սահմանադրությունը հղում է կատարում այս հռչակագրին, որ Ադրբեջանի տարածքի մի մասը վերամիավորվում է Հայաստանի Հանրապետության հետ։ Դա 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման հիման վրա է, չէ՞ դա եղել։
Վերջին 30 տարիների ընթացքում սրա հիման վրա ստորին մակարդակում բազմաթիվ իրավական ակտեր են ընդունվել։ Այսինքն մանրակրկիտ ուսումնասիրել են ոչ թե սահմանադրությունը, այլ բոլոր իրավական ակտերը, դրանք բոլորը հրապարակվում են, որ այդ բոլոր իրավական ակտերը հենց սահմանադրությունը հիմնական օրենքն է, այդ իրավական ակտերը բոլորը պետք է չհակասեն սահմանադրությանը, դե ասма սահմանադրությունը փոխեք, որ այդ տակի իրավական ակտերն էլ փոխեք։ Այնպես որ ակնհայտ իրանց նախապայմանը սա է։ Ինչ է ասում Բայրամովը, ինչ վերաբերում է հետագա քայլերին, որոնք անհրաժեշտ է կատարել այս գործընթացն ավարտելու եւ պայմանագիրը ստորագրելու համար, Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են։ Խոսքն առաջին հերթին անգործունակ Մինսկի խումբը լուծարելու մասին է, ինչպես նաեւ միաժամանակ անհրաժեշտ փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ դրանում առկա հավակնություններին վերջ դնելու համար։ Մենք հավատացած ենք, որ այս անհրաժեշտ քայլերը կատարելու դեպքում լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի խաղաղության պայմանագրի ստորագրման, միջպետական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության համար, ասել է Բայրամովը։ Այսինքն ակնհայտորեն իրանք պնդում են, որ Մինսկի խմբի փաստաթուղթը պետք է նախապես դա նախապայման է, մենք ձեզ նախապես ենք ասել, եւ սահմանադրությունը մինչեւ չփոխեք փաստաթուղթը չենք ստորագրելու։ Փաշինյանն էլ ասում էր, սահմանադրությունը 2027 թվին ենք փոխելու։ Դա նշանակում է ինչ։ Դա նշանակում է մինչև 27 թվականը ստեսպի ժողովրդին երբ ուզենա կահաբեկեք։ Տենակ որ Ադրբեջանի ահաբեկելը չի ստացվում, դուք ահաբեկեք, որպեսզի զիջուր պարտադրեք։ Ջեյհուն Բայրամովն ինչ է ասում, միջազգային ինչ պարտավորություն էլ ամրագրվի խաղաղության պայմանագրում, այն ավելի բարձր իրավական ուժ ունի ներքին օրենսդրությունից, բացառությամբ երկրի սահմանադրության ու հանրաքվեով ընդունված ակտերի։ Եթե մենք փորձում ենք պարզեցնել իրավիճակը եւ կենտրոնանալ միայն խաղաղության համաձայնագրի վրա, առանց սահմանադրության հարցում եղած խնդիրը լուծելու, ապա այդ պայմանագիրն առաջին իսկ օրվանից անվավեր կլինի, քանի որ այն կհակասի երկրի մայր օրենքին։ Այստեղ կարևոր է նաև հաշվի առնել ուշադրություն հայ ժողովրդի, հայ հասարակության մոտեցումն ու դիրքորոշումը այս հարցում։ Արդյոք բնակչությունը պատրաստ է վերջ դնել հարևանների նկատմամբ տարածքային պահանջներին, թե ոչ։ Այսինքն իրանք ուզում են Հայաստանի ժողովուրդը իր վերաբերմունքն արտահայտի, որտեղ իրանք չեն վստահում են Նիկոլ Փաշինյանին, որի հետ բանակցելով ամեն ինչը ստանում են բանակցային սեղանին, բայց ասում են լավ, վաղը Փաշինյանը չի, բա մենք ինչ ենք անելու։ Թող ժողովրդի անունից հանրաքվե անեն, որ մենք իմանանք, որ իրանք հրաժարվում են այդ պահանջատիրությունից։ Հիմա նույնիսկ եթե համարենք մի հատ անշարժ բան է նախաբանը, բերեք նախաբանը հանենք, դե լավ, դա ինչ կապ ունի, եթե բուն տեքստի հետ չկա, բայց քանի որ դա պահանջատել է Ադրբեջանը, հենց նախաբանը հանեցիր, Ադրբեջանն ասում է վերջ։ Պահանջատիրությունից հայ ժողովուրդը հրաժարվեց հանրաքվեով։ Այսինքն նշանակում է ժողովուրդը հրաժարվեց հանրաքվեով պահանջատիրությունից։ Իսկ հիմա շարունակությունը նրանք հետևողականորեն աշխատում են։ Այս երկրի հետ էին մեզ տրամադրում բարեկամանանք, էս անենք, այն անենք, սահմանները բացենք, իրար հետ աշխատենք։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է։ Սա էլ առանձին է ասել, մի հատ այդ Անտալիայի ֆորումում մի բան ասել։ Մի բան էլ ուրիշ տեղ հարցազրույց է տվել։ Խաղաղության համաձայնագրի կնքման համար Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ Ղարաբաղի նկատմամբ պահանջներից հրաժարվելը ոչ միայն Հայաստանի իշխանությունների մոտեցումն է, այլև արտացոլում է հայ հասարակության դիրքորոշումը որպես ամբողջություն։ Նորից այսինքն պահանջը հասարակությունից է։ Գնացեք սահմանադրությունը փոխեք, հրաժարվեք։ Ամիրբեկովը մատնանշել է Ադրբեջանի պահանջները Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաև ԵԱԿ մի շարք ավելորդ ինստիտուտների պահպանումը։ Ես կասեի, որ անարդար է եւ ոչ այնքան ազնիվ այս պայմանները նոր կամ արհեստական անվանելը, քանի որ մենք դրան փորձում ենք հասնել ավելի քան 2 տարի։ Այսինքն նախապես գիտեիք, որ այդ նախապայմանը կա։ Եթե գիտեիք, այդ ինչ էիք 2 տարի բանակցում, լավ մի հատ գանք համաձայնության խաղաղության շուրջ։ Լավ ժողովուրդ ջան, էսե զիջենք, մենակ խաղաղություն բերենք։ Բերեցիք։ Մենք չենք ցանկանում որևէ մեկին նույնիսկ ենթադրական հնարավորություն տալ ապագայում վերադառնալու այս հակամարտությանը։ Եվ եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, ապա պետք է անի ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է իր սահմանադրության այդ մասը փոխելու համար, ասել է Ամիրբեկովը։ Այսինքն ինչպես տեսակ նորից պահանջ է, որ հայ հասարակությունը ընդունի Նիկոլ Փաշինյանի զիջողական բոլոր որոշումները, որ որևէ ձևով չկարողանա հաջորդ իշխանությունը դրանից մաքրվի։ Իսկ հիմա դրանով կանգ չեն առնում։
Էլչին Ամիրբեկովն ինչ է ասել, Զանգեզուրի միջանցքը կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս միջանցքը պաշտոնական Բաքվի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացի տարերից մեկն է։ Զանգեզուրի միջանցքը իր զուտ առևտրային նշանակությունից դուրս կարծում եմ կարող է նաև դիտվել որպես տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց, քանի որ այն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է, նշել է Ամիրբեկովը։ Իհարկե մեր իշխանություններն ասում են միջանցք բառը չի քննարկվում, ընդհանրապես ով է դա դրել շրջանառության մեջ, բայց հարց է ծագում, անունը ինչ ուզում ես դիր։ Եթե ասպես անխոչնդոտ Ադրբեջանի արևմտյան տարածքը կարող է կապվի Նախճեվանի հետ։ Անխոչնդոտ։ Անունը միջանցք կդնես, անունը ինչ կդնես, դա ինչ կապ ունի։ Դու համաձայնվում ես, որ դու թույլ ես տալու, որ նա առանց վերահսկողության գնա կպտնի Նախճեվանին։ Իսկ այն դեպքում, երբ որ դա տրանզիտ բեռ է, Ադրբեջանին գալու է մտնի Ադրբեջանով գնա հասնի, ու նույնիսկ չի արդարացնում, որ ասես դե լավ, մենք էլ կարող է Մեղրիից Ադրբեջանի տարածքով գնանք Հայաստանի հյուսիս-արևմտյան մասերը։ Ինչ տարբերություն։ Մենք Մեղրիից ինչ ենք տանելու այնտեղ, բայց ինչ են բերելու իրանք, երբ որ Չինաստանից սկսած բերելու են ապրանք տանեն հասցնեն մինչև Եվրոպա։ Չգիտեք տարբերությունն է դրանց։ Բայց նույնիսկ այս պարագայում մեր մոտ ընդհանրապես խոսքից են կարճում։ Այդ բառը մի ասեք, այդ բառը չի քննարկվում։ Այդ բառը չի քննարկվում, անխոչնդոտ տարած տրամադրելը ինչ է բա քննա։ Բա դրա անունը ինչ է, լավ դուք ասեք, անունն ինչ է։ Տարած տրամադրել կոմունիկացիաները բացել։ Կոմունիկացիաները բացել, անցնելը քո պետության մեջով, քո իրավազորության շրջանակում անցնելու, անխոչնդոտ անցնելու անունը ինչ ասեք, այդ անունը մենք տանք։ Իրանց անունը չտանք։ Բայց անմիջապես Փաշինյանը ոնց կարա չարձագանքի այդ Ադրբեջանի պահանջներին։ Փաշինյանը Սյունիքում է։ Սյունիք գնացել է շատ ներկայացական կազմով, ոգևորված գնացել է, ասել է, որ բանա երկաթգիծը մեզ վնաս չի բերելու, մեզ միլիարդների օգուտ է բերելու, մեզ անվտանգություն է բերելու։ Տեսակ, ընդհանրապես երբ որ 2 օր առաջ Ալիևն ասեց, որ դե մենք ճանապարհը կառուցում ենք, հասցնում ենք մինչև Հայաստանի սահման, կանեն, չեն անի, Իրանով կգնանք, իրանց է կմեկուսացնենք, անմիջապես հետո ասի Ժողովուրդ ջան, հիմա տեսեք, Փաշինյանն ասել է, աման փողերից զրկվելու ենք, բերեք թող մեր տարածքով անցնի, թռնելու է դա արդարացնի, որ տեսակ հերոսաբար մեր տարածքով անցկացրեցինք, որպեսզի այդ փողերը վերցնենք։ Այն դեպքում, երբ որ Ադրբեջանը լավ էլ հասկանում է, Իրանով երբ որ ինքը բեռ է տանում, Իրանի տարածքով այդ բեռը որ տանի, Իրանի վերահսկողության ներքո է ալնելու, Իրանը անխոչնդոտ բեռ չի թողելու անցկացնի, բացի այդ էլ միշտ կախվածության մեջ ալնելու Իրանից, իսկ Հայաստանից այդ տարածքը ուզում է, որպեսզի ժամանակի ընթացքում հասնի նաև նրան, Մեղրիից էլ իրանց ասելով բռնագաղթածները հետ վերադառնան ապրեն այդտեղ ու այդ տարածքը կամած Իրանով անի։ Մենք չգիտենք իր նպատակը որն է։ Նպատակը տարածք մեզանից ուշ թե շուտ վերցնելն է, որպեսզի Ադրբեջանի արևմտյան մասը կպցնի Նախճեվանին։ Հեչե եթե մենակ հարցերներ այդտեղով անցնելու միլիարդավոր դոլարներ է գալու։ Այդ որ գնացել շարքային մարդկանց մոտ կանգնել ես, ասում ես, այս ո՞նց է կապրում, երբ որ երկաթգիծը բացվի միլիարդներ է գալու։ Այդ միլիարդները որ գա այդ մարդը դրանից ինչ է ստանալու։ Ինչ է Հայաստանում օգտակար հանածոների հանքեր չկա, Հայաստանում հնարավորություններ չկա, այդ միլիարդները, որ աշխատում են, որ գալիս է, ինչ է հասնում չարքաշ մարդուն, որ գնացել ես չարքաշ մարդուն ասում ես, ստեղով որ Ադրբեջանի բեռը անցնի միլիարդներ է գալու, ուր է գալու, գալու է ձեզ պարգևավճար, գալու է որ հոշոտեք այդ փողերը, գալու է որ ծախսեք, ձեր մեքենաները թարմացնեք, աշխարհ մանգակ, չտեսի նման ընկնեք ստեղ ընդեղ գնաք, դրա համար է գալու։ Այդ մարդուն, որ ասում ես միլիարդից ինչ է գալու, նրա կողքը գործարան կա, աշխատում են, ինքը հազիվ եթե ընդ մի գործարանում ապրում են, կյանքը թունավորելու գծով փող է ստանում։ Վաղը մյուս օրն էլ այդ եղած փողն էլ դեղեր է տալի։ Գնացել ես այդ մարդուն, ասում ես միլիարդներ ես առնելու, ինքն է առնելու այդ միլիարդները։ Որ դրա դիմաց նաև ուզում ես համոզես, որ Ժողովուրդ ջան, ավելի լավ է այդ միլիարդները մեր մոտով գնա։ Իսկ այդ դրան զուգահեռ այս նույն Ադրբեջանի հետ, որի հետ հարաբերություններ են կարգավորում, Հայաստանի ՊՆ-ից նորից հայտնում են, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ԹԻՊ-ը ապրիլի 11-ին ժամը 20:10-ից
23-15 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Սա ինչի համար է արվում հատուկ նպատակային ամեն օր, որպեսզի հող նախապատրաստեն, ասեն դուք մեր, բայց ուշադրություն դարձրեք, այս էլ Տրամպի նամակից որ երրորդ օրն անուն բանն ասում է, ուշադրություն դարձրեք, Անտալիայի քննարկումը Տրամպի նամակից հետո էր, որ ստեղել Հայաստանում որոշ մարդիկ կան ոգևորվել են, տեսակ ոնց տեղը դրեց Տրամպը Ալիևին, ասեց որ խաղաղության պայմանագիրը արեք, ողջունում եմ եւ այլ, ինչից էին տենց ոգևորվել։ Հիմա դրանից հետո դուք տեսնում եք, որ Ադրբեջանը պատրաստվում է զիջումների գնա։ Դուք դա զգացիք, այդ նամակից տենց հուզվել էր, որ դուք տենց հուզվել եք, մարդկանց հետ թյուրիմացության մեջ էիք գցում։ Մի թեմայի հետ կապված էլ անդրադառնամ, ուրեմն Վատիկանը, որ տարածվեց օրերս անցկացվել է քրիստոնեությունն Ադրբեջանում, պատմություն եւ արդիականություն միջազգային համաժողով, դե իհարկե դա շատ քննարկվեց, բայց ամեն դեպքում մի հատ ուղղակի անդրադառնանք դրան, իհարկե ցավալի է, որ Սուրբ Աթոռում նման բան են քննարկում, թեպետ 11 գիտաժողովին շատ հայտնի գիտնականներ եւ կառույցներ չեն մասնակցել այդ թեմաներին տիրապետող, բայց դա կապ չունի, անգամ փաստ է այդպիսին է, որ եթե այդտեղ անցկացվել է եւ ուշադրություն դարձրեք։ Ադրբեջանը քանի տեղ է բռնվել, որ ինքը սրան նրան լոբինգի համար փողեր է տալի, թե Ամերիկային, թե Եվրոպա չինովնիկներին, լա այդ բռնվածն է, բա մյուսները, այդ միլիարդները, որ ինքը ծախսում է։ Այդ ծախսերը անում, այդքան փողեր է տալիս, то Վատիկանի հետ էլ է գործ բռնում, հազար ու մի բաներ է անում, ինչի համար, որ իր նկատմամբ դրական բան խոսեն։ Բայց թե ինքը դրական բան խոսալու համար միլիարդներ է ծախսում, ժողովուրդ ջան, ինչ եք կարծում, են կոնկրետ մարդիկ, ովքեր Հայաստանում հարց են լուծում ու կարող են լուծել հոգուտ Ադրբեջանի ափսոսելու է փողը, ես իհարկե փաստ չեմ կարող բերել, որ ասեմ այդ տեսեք այս ինչ մարդը փողը վերցրեց, այս բանն արեց, այլապես քրեական գործ կհարուցեն, լավ էլ առիթը կօգտագործեն, կասեն դե ապացույցի, որ տենց բան կա։ Բայց անուղղակի ապացույցներ մենք ունենք, չէ՞։ Ադրբեջանը բոլորին փող է ցփնում, որոնք ընդհանրապես դրական ֆոն են ստեղծելու, բայց որոշում կայացնողին փող չի տալու, հա։ Այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք, որ այդ ադրբեջանանպաստ բոլոր քայլերը չէր կարա հենց այնպես լիներ։ Հիմա մենք մեղադրում ենք, որ գնացել են Մայրաթոռում, ներողություն, Սուրբ Աթոռում գիտաժողով են անում, համաժողով են անում, որի ընթացքում հայկական հետ ցույց են տալի ոսկի չի եղել։ Բայց երբ որ Հայաստանում պատմաբան են գտնում, որին ինչքան պետքա փող են տալի, որ գիրք գրի, որպեսզի Ադրբեջանի համար պատմություն հորինեն, բա դուք ուզում եք արդյունքում ինչ ստանաք։ Բա գնայիք աշխատեիք Սուրբ Աթոռի հետ, ով է ձեռներդ բռնե։ Սուրբ Աթոռի կարևորությունը չգիտեիք, բա մենք էլ պետականորեն քրիստոնեություն ընդունած պետություն ենք, բա գնացեք հետներն աշխատեք։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը վերջերս էր հանդիպել Հռոմի Պապի հետ, Ֆրանցիսկոսի հետ, ինչ անեիր։ Հետները խոսայիք, բաներ պայմանավորվեիք, դուք հետ ձերը առաջարկեիք, իրար հետ աշխատեիք։ Ես իհարկե բովանդակությանը ծանոթ եմ այդ խոսակցության, բայց չեմ կարող ասել, որտեղ հրապարակ չի հրապարակվել, դա ճիշտ չի լինի, դա կոռեկտ չի լինի։ Ընդամենը մի բան կարող եմ ասել, բայց այդքան խոսացիք, տենց էլ իրար չհասկացաք։ Դու զարմացել ես, ինքը քեզ խիչ չի հասկանում, ինքը զարմացել է, թե դու իրան խիչ ես հասկանում, բայց այդ ոնց է որ Ալիևին հասկացել են։ Մի հատ չեք ուզում ձերը հասկանաք։ Իսկ դրա հետ կապված պետք է իմանալ, որ այդ աթոռը բանի Հռոմի Պապի աթոռը խիստ քաղաքականացված աթոռ է։ Եթե այդքանը գոնե հասկանաք, կիմանայիք ոնց պետք է աշխատեք Վատիկանի հետ։ Եթե դա այդքան խիստ քաղաքականացված չլիներ, հիշում եք, որ Լեհաստանում երբ որ սկսեց Սոլիդարնես շարժումը 1980 թվականին, այն Գդանսկի նավաշինարանի բանի էլեկտրիկին, որ գտան Լեխ Վալենսիային, մի հատ ոգևորեցին Սոլիդարնես բանը արխմիությունը, որ ոտի կանգնացեցին, բայց միջև այդ շարժումը ուրիշ քայլեր էր, չէ նախապատրաստական արել, դա հիմք ուներ, հույս մի անգամ 80 տղին չեղավ, ինչ տեղի ունեցավ, երբ որ Լեհաստանին ուզում էին ցեցը գցեին, որ արևելյան Եվրոպան քանդեն, ինչ արեցին, Լեհաստանից սկսեցին բանակցելը, բալեհերն ասին ժողովուրդ ջան, բայց մեզանից ինչ եք ուզում, մենք արևելյան լագերի պետություն ենք, սահմանից ենքում թշնամի է, ով մեզ կընդունի, մենք ես լագերի դեմ դուրս գանք, բանդեղ մենք ով ենք, որ մենք ընդեղ գնանք, ասին դու հանգիստ քուտեղը նստի, մենք այդ հարցը կլուծենք, եւ ինչ արեցին, Կռակովից վերցրեցին կարդինալ Վոյտիլլային, Կարլ Յոզեֆ
Վոյտիլլային եւ տարան դարձրին Հռոմի Պապ Հովանես Պողոս II 1978 թվականին դա նախապես են արել մինչեւ Ստալիդարն է սկսել 80 թվականին քաղաքական որոշում է ժողովուրդ ջան ինչի է քաղաքական որոշում որովհետեւ մինչեւ այդ 1523 թվականից սկսած, որովհետև այդ ժամանակ 1523 թվականին հոլանդացի էր, 455 տարի ոչ իտալացի չէր եղել Հռոմի Պապ։ Կարդինալ Վոյտիլլայի տարան հատուկ նպատակային։ Այդ դրանից հետո իհարկե արդեն գերմանացի Բենեդիկտոսը եղավ, դրանից հետո Ֆրանցիսկոսը արգենտինացի ու ինչ որտեղ իտալացիների համար ավելի ձեռնտու է, որ որևէ մեկը չուժեղանա այդ կլանային համակարգում, ավելի լավ է դրսից մեկը գա։ Բա գնայիք հետներն աշխատեիք, ժողովուրդ ջան։ Գնայիք այդ քաղաքականացված պաշտոնի հետ աշխատեիք, աշխատանք տանեիք։ Չգիտեք, որ այդ կաթոլիկ եկեղեցու հետ կապված խոսել նշանակում է ամբողջ աշխարհի հետ շփվել, բայց նաև օգտագործել այդ կապերը։ Գնայիք օգտագործեիք Լեհաստանի համար ինչի տենց արեցին, ասին դուք եք մեկուսացված, Հռոմի Պապի միջոցով սաղ աշխարհի հետ աշխատեք։ Մենք դեռ պետք է օգտագործենք եւ մեզ թուրքի կապերը, իսկ Թուրքիի հետ շատ վատ հարաբերություններ ա ստեղծում Փաշինյանը, ասում է գնացել եք, եկել եք մեզ եք քննադատում, գնացել եք ուրիշ տեղ եք աշխատում, եկեք ստեղ աշխատեք, ստեղ կռվեք, ստեղ հարկ մճարեք, այդ մի կողմից Կիլիկիո կաթողիկոսարանին իր լարված հարաբերություններ կա, Մայրաթորի հետ լարված հարաբերություններ կա, այնպես չի որ երկկողմանի սխալ է արդյունք կարող լինի եւ Մայրաթորի եւ Կիլիկիո կաթողիկոսարանի, բայց փաստն է, որ այսինքն այն կապերը, որ մենք կարող ենք աշխարհի հետ օգտագործել, մենք բացարձակ ոչինչ չենք անում, հետո է զարմանում ենք, որ ուրիշներն են անում։ Այո, Վատիկանը գուցե տարածքային առումով ամենափոքր դեսպանատունն է, որ մենք այդտեղ պետք է ունենայինք, բայց մենք այդտեղ պետք է իմանանք, որ ամենամեծ լծակն ունի, այդ դեսպանը ավելի մեծ լծակ ունի, քան Միացյալ Նահանգների դեսպանը կամ Չինաստանի կամ Ֆրանսիայի։ Պետք է այնտեղ ուղղակի մարդ նշանակել, եւ այդ մարդուն ասել դու խաղաղության խաչմերուկից չխոսաս, Նիկոլ Փաշինյանի այդ տափակաբանությունները այդ ցնդաբանությունները ոչ մի բան չգնաց զբաղվեց դրանով, այսինքն նոր Հայաստան, ինչ որ իրական Հայաստանի հայեցակարգ բան եւ այս կարգի բաներ, այդ սաղ դիր մի կողմ, դու չգնաս պաշտոնյաների ընտանիքի անդամներին դիմավորես օդանավակայանում, այդ կասենք Իտալիայի դեսպանատանի, այնտեղ կգնան ճամպրուկները քաշ կտան բան կանեն, այն աշճանի ստորացնեք դեսպաններին, որ արդեն Նիկոլ Փաշինյանի ընտանիքը արդեն ընդհանրական գնահատական տա, որ այս դեսպանները ոչ մի բանի պետք չեն։ Մեկի ծպտումն է դուրս չգա, որտեղ դե ճապրուկ քաշտվող եք աշխատում կամ նրանց տանեք խանութները մանտակ, բայց դրամ այլ այդ պետք է լսեք։ Բա ինչ պետք է անեիք, բա անեիք։ Մի հատ նորմալ պատվախնդիր մեկին դրեք, ասեք գնահատներն աշխատի։ Ոչ թե կանգնեք, ասեք Ադրբեջանն ինչ է անում։ Ադրբեջանը անում այն, ինչ որ իր ձեռից գալիս է, բա դուք ինչ եք անում։ Դուք ինքներդ առաջի պետականություն ընդունած քրիստոնեական բանը ունենալով այդ հնարավորությունները բանը դուս ես գալի Պետրոսի տաճարից առաջինը Գրիգոր Լուսավորիչի արձանն ասես նայեմ ես հայերեն էլ գրած լա չեմ խոսում Նարեկացու արձանի մասին խոսում եմ հենց տաճարից դուրս գալու մուտքի մոտ ամենաերևացող տեղը ինչ բացի այդ հայկական շատ բաներ կա զբաղվեք ով պետք է զբաղվի այդ չեք անում արդյունքն էլ է սա լավ կամա ջղայնանում եմ ավելի լավ այսօր այսքան եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին սեղմեք զանգակ կոճակը գրեք մեկնաբանություններ գրեք հարցեր դիտեք եւ դատեք ինքներդ շնորհակալություն